Ջեփհատանն ու սրախմբավորման գրոհայիններն ուժեղացրել են գնդակոծությունները Հալեպի, առավելապես հայկական թաղամասերի ուղղությամբ։ Դեռ հունիսի 6-ին միջազգային լրատվական գործակալությունները հայտնում էին խաղաղ բնակչության շրջանում տասնյակ զոհերի եւ հարյուրավոր վիրավորների մասին։ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարում է, պատրաստ են 15000 սիրիահայի Հայաստան տեղափոխելու ճանապարհածախսը հոգալ, Հայաստանում ապաստան տալ։ Բոլոր նրանք, ովքեր կցանկանան Հայաստան գալ, նման գումարներ կան եւ կարող են օգտվել։ Մենք նրանց բնակարանի վարձը եւ տոմսի վարձը կարողանում ենք լուծել։ Միջոցները կան, բայց Հայաստանում ապաստանելու ցանկություն հայտնողները քիչ են, թե ինչու այստեղ արդեն ապաստանած սիրիահայերը մեկ բառով են պատասխանում՝ գործազրկություն է։ Անկորձություն է, դժվար է կորձ եւ տրամ փողով որ գանես շուտ մգվատնի, այսինքն բան չունի։ Կորձի համար շատ դժվար է։ Աբրահամ Հայրապետյանն աշխատանք է փնտրում Հայաստանի հողին ոտք դնելուց անմիջապես հետո։ Սիրիայում ավտոմեքենաների նստատեղերը նորոգում էր սեփական ավտոտնակում։ Նույն գործն այստեղ է ուզում հիմնել, բայց ոչ մի կերպ չի հաջողում։ Միջոցները սուղ են։ Ես իցմով որոշում դված եմ, ասեվով պիտի երթա, ես պատրաստմի գրագի պիտի երթամ կանտոս մնամ։ Տական չունիք որ եկանք։ Նյութական պիտի լավ որ կրնանք կորց մտարցնել։ Բայց դարիքն արգա հարց է, դարիք մնար որ դոստե որոշ դարիք մգա որ չեն աշխատցներ։ Եվ ոստերի ժամերը 15-16 ժամ աշխատցնեն, որ գրնաս, եւ քեզի պիտի փորձեն 10-15 օր այո կամ ոչ ասելով։ Յան աստ նեղությունը գա կորզի մասին մինակ։ Առանց աշխատանքի իրեն հիվանդ է զգում, գործը գլուխ բերելու մի քանի փորձ էլ կանի, ասում է, չեղավ կմեկնի Ավստրալիա, հնարավորություն կա։ Ես հիմա որոշ բամուչ ունիմ, հիմա բայց Ավստրալիայի հարց մգա, ադոր պիտի թիմեմ, եթե ընդունին ինձի, ես Ավստրալիա գերնամ երթան։ Ես պատրաստմի գրագի դակ ետ պիտի դառնամ իմ քաղաքս։ Արտաշես Քալղջյանը հայրենիքում տիկնոջ ու զավակների հետ է ապաստանել, բայց Սիրիայում հարազատներ ունի։ Զավակներից միայն մեկն է աշխատանք գտել, 15 ժամ աշխատելուց հետո օրվա ավարտին 2500 դրամ է տուն բերում։ Հիմա շինանյութ դիդեղ աշխատի, բայց ադգի առաջ մարքետ աշխատեր է, ուրիշտեղ աշխատեր է, օրական 2500 կան է։ Գինս շաբաթ 3 օր աշխատեր Ռահմաջոնի դեղ, շաբաթ 3 օր, ողնահարի խնդիր ունի, հիմա չի գնար աշխատել, որով 60 տարեկան է։ Հայաստանը սիրում են, բայց Հայաստանում արժանապատիվ ապրել չեն կարողանում։ Այստեղ կյանքը համեմատում են երկրորդ հայրենիքի հետ, ըստ նրա Սիրիայի առավելություններն ակներև են։ Մեր Սուրիան հետ մեկ օր հոգի աշխատի, 5-6 հոգի գուտի, որով աջանություն է, պանչարերն, պանը, բդողը եւ այլն, շատ աջանություն է։ Յանքա աջան, այսինքն մեկ հոգի աշխատի 5-6 հոգի կապրեցնե եւ մերկով գիները չան աշխատիր։ Աստեղ գնստամ գիներում կորզգա երեք մարտերուն չի գա։ Սիրիայում բնակվող Արտաշեսի հարազատները Հայաստան գալ չեն ուզում, որովհետև հնարավորություն չունեն այդպիսին լինելու դեպքում նախընտրությունը Կանադայի, Ավստրալիայի նման երկրներին են տալիս։ Ավստրալիա գտանին ժողովուրդը գուզենոն երթալ, բայց ամոր Կանադա բիլետա, Հայաստանյան բան ունի, պետք է դեղացություն ունի, պետք է չունենա։ Հրաչ Մելքոնյանը Հայաստանում միայնակ է, երկու զավակներն ու կինը Դանիայում են ապաստանել, ավելի լավ կյանքով են ապրում։ Հնարավորության դեպքում միանալու է ընտանիքին։ Գինս ուղարկել էի առաջ, հետո իրենց ուղարկել։ Ինձ ասեց, որ թուղթերը դասավորեն գոպան, էլի փախստական գարկավիճակով գնաց։ Բզիկն ես կրգել է մերջ Թուրքիան Անկարային ուղարկեցի։ Երկու օր վեճ ինձ ասա, որ գործ չունենք այլևս իր հետ։ Գործազրկության ծանրությունը նա նույնպես սեփական մաշկի վրա է զգացել, բայց այլ ճանապարհ չունի, միակ ճարը Հայաստանը լքելն է, ասում է։ Աս գործի բայերը եթե բան չլա, պիտի թիմեմ, ճիշտ ասեմ։ Նարեկ Գրիգորյան, Սևակ Սողոմոնյան, Առաջին լրատվական։